Առաջին անգամ Միացյալ Նահանգների պատմության մեջ թղթադրամների վրա կլինի Դոնալդ Թրամփի ստորագրությունը։ Դրանք թողարկվելու են երկրի անկախության 250-ամյակի առթիվ։ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տաշկենտում անցկացված միջազգային մրցաշարում։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը առաջին անգամ հայտնվել են աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ Այսօր թատրոնի համաշխարհային օրն է։ Մեկնարկել է հայ վիրտուոզներ միջազգային ակադեմիա փառատոնը, որը Երևանում համախմբել է տարբեր երկրներից ժամանած երաժիշտների։ Մերձավոր Արևելքում տեղատարապ անձրևներ են, Օմանում ջրհեղեղը քշել է մեքենաներ, Սիրիայում տներ են վնասվել։ Wizz Air-ը կմեկնարկի երկու նորուղություններով թռիչքներ՝ Բրյուսել և Էյնդհովեն։ Կտրուկ տատանումներ կրիպտոշուկայում, բիթքոինի գինը նվազել է հասնելով մոտ 66,000 ԱՄՆ դոլարի։ ՆԱՍԱ-ն հայտարարել է լուսնի վրա մշտական մարդկային ներկայություն ստեղծելու լայնածավալ ծրագրի մասին։ Չինաստանը տիեզերք է արձակել Շիան 33 փորձարարական արբանյակը, որը նախատեսված է տիեզերական միջավայրի ուսումնասիրության համար։ Ամերիկացի կատակերգու Բիլ Մարը կդառնա Մարկ Տվենի անվան հումորի մրցանակի դափնեկիր։